Իրանում արդեն 13 օր շարունակվում են բողոքի հուժկու հանրահավաքները։ Սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով սկսված ցույցերը վերածվել են հակակառավարական ակցիաների։ Հանրահավաքներ են երկրի 31 նահանգներում։ Գրեթե ամբողջությամբ անջատված է ինտերնետն ու հեռախոսային ծառայությունները։ Ցույցերի ընթացքում երկրի հոգևոր առաջնորդին հեռացնելու եւ իշխանափոխության կոչեր են հնչում։ Քաղաքացիները պահանջում են Իրանի վերջին շահի ժառանգ Ռեզա Փահլևիի վերադարձը։ Ռեզա Փահլևին իր հերթին իրանցի ժողովրդին հորդորել է դուրս գալ փողոց, պայքարելու ազատության համար։ Նա նաև դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, խնդրելով պատրաստ լինել միջամտելու եւ օգնելու Իրանի ժողովրդին։ Դուք ապացուցել եք եւ ես գիտեմ, որ խաղաղության մարդ եք եւ խոսքի տեր մարդ։ Խնդրում եմ պատրաստ լինել միջամտելու Իրանի ժողովրդին օգնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը։ Ես շատ հստակ ասել եմ, որ եթե նրանք սկսեն մարդկանց սպանել այնպես, ինչպես արել են անցյալում, մենք կմիջամտենք։ Մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք այնտեղ, որտեղ դա ցավոտ կլինի։ Դա չի նշանակում զորքեր ուղարկել, բայց դա նշանակում է շատ ուժեղ հարվածել այնտեղ, որտեղ դա ցավոտ կլինի։ Ես ասում եմ Իրանի առաջնորդներին, ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել։ Եվրոպական միությունը Իրանի իշխանություններին կոչ է արել վերականգնել ինտերնետ հասանելիությունը։ Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Անվար Ալանունին հորդորել է հարգել խոսքի ազատության եւ խաղաղ հավաքների իրավունքները եւ վերականգնել ինտերնետը։ Հզոր փոթորիկ է տեղի ունեցել Ստամբուլում։ Ուժգին քամին, ծովի բարձր ալիքները ծովային հաղորդակցության զանգվածային խափանումների պատճառ են դարձել։ Թուրքիայի պետական օդերևութաբանական ծառայության նախազգուշացումներից հետո փոթորկոտ քամին սկսել է ուժեղանալ առավոտյան ժամերին, հատկապես Բոսֆորի նեղուցում եւ Մարմարածովում։ Սիրիական բանակը Հալեպի Շեյխ Մաքսուր թաղամասը հայտարարել է փակ ռազմական գոտի։ Տարածքում պարետային ժամ է հայտարարվել։ Իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տվել հեռու մնալ պատուհաններից, իջնել ստորին հարկեր եւ զգույշ լինել քրդամետ սիրիական ժողովրդավարական ուժեր կազմակերպությանը պատկանող օբյեկտներին մոտենալուց։ Իրենց հերթին քրդամետ սիրիական ժողովրդավարական ուժերը հայտարարել են, որ Դամասկոսի կառավարությանը կից ուժերը ծանր հրետանու կիրառմամբ տարածքը հրետակոծում են, բայց հանդիպում են քրդական ուժերի կատաղի դիմադրությանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացրել է Վենեսուելայում գործողությունների 3 փուլը։ Ըստ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի առաջին փուլը կայունացման փուլն է լինելու երկրի իշխանության հետ համագործակցությամբ, իսկ վենեսուելական նավթն օգուտ է բերելու եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ հարավամերիկյան երկրին։ Երկրորդ փուլը կոչվելու է վերականգնման փուլ, երբ երկիրը վերադառնալու է տնտեսական բնականոն վիճակի, իսկ երրորդ փուլում Վենեսուելան վերադառնալու է բնականոն գործունեությանն ու դառնալու է նորմալ երկիր, որն ամուր տնտեսական ու դիվանագիտական կապեր է ունենալու Միացյալ Նահանգների հետ։ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին տեղեկացրել է Վենեսուելայի իշխանության հետ լավ գործակցության մասին։ Նա տեղեկացրել է, որ հենց դրանով պայմանավորված ինքը որպես ժեստ չեղարկել է Վենեսուելայի դեմ հարվածների երկրորդ ալիքը։